Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Փաշինյանը թեև դեռ ապրիլին պնդում էր նոյեմբերի 1-ը եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է ու հետ չեն կանգնի դրանից, նրա թիմակից Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է փոխել գրանցված աշխատողների եկամուտների հայտարարագրման համար գործող կարգավորումները։ Եթե քաղաքացին գտնում է, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն աշխատավարձեր, նման այլ եկամուտներ, ինքը որևէ այլ եկամուտ չունի եւ փաստացի ավելացնելու բաներ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել անգամ այդ համակարգ եւ վերջնաժամկետից հետո, այսինքն նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել։ Գործող կարգավորմամբ աշխատող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը էլեկտրոնային ստորագրությամբ մուտք գործեն եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ եւ լրացնեն հայտարարագիրը։ Կառավարության ղեկավարը մոտ 6 ամիս առաջ քննադատում էր գործադիրի անդամներին ընդունված նախագծերից հետ քայլ անելու համար։ Փաստորեն այսօր իշխող ուժի ներկայացուցիչը հանդես է գալիս մեղմացման օգտին։ Ինչքան ժամկետը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի, խնդրեմն է նա, որ եւ սփխեչը եւ զատիկը եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կա։ Ամեն տարի, հասկանում եք, ու հետևաբար ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Այսպիսով, եթե Թունյանի առաջարկած նոր կարգավորումներն իրավական ուժ ստանան, ապա քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա։ Թունյանի կարծիքով նոր փոփոխություններով պատժիչ տրամաբանությունից անցնում են մոտիվացիոն տրամաբանության դաշտ։ Հայտարարագիր չլրացնելու, չհանձնելու համար փաստացի պատասխանատվություն չի լինում, որտեղ նման դեպքեր չեն լինում, բայց քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն կրթության եւ առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի եւ գոնե կհաստատի այդ հայտարարագիրը։ Այսինքն պետական աջակցություն, այսպես ասած, կարող են ստանալ կամ փոխհատուցում այն քաղաքացիները, որոնք գոնե մի քայլ կանեն իրենց հարաբերությունները պետության հետ ավելի թափանցիկ կազմակերպելու համար։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով պետական քաղաքականության տեսանկյունից անտրամաբանական է հայտարարագրման գործընթացում նման հետքայլը։ Մի բան են անում առանց մինչև վերջ խորամուխ ելնելու, պոպուլիստական ինչ-որ դրդապատճառներով, որ վեր կանեն, ինչ-որ բան հայտարարեն, այս ասեն, այն ցույց տան, բայց իրականում ամբովանդակ, որովհետև ես հիմա հակառակ կողմից եմ հարց տալիս։ Այսինքն պետք է արդյոք մարդկանց այսքան անհանգստությունների մեջ պահել, չգիտեմ, եւ այլն, եւ վերջում նորից այս հետքայլն անել։ Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախ պետք է անցնեն անձի նույնականացման փուլ, սակայն նույնականացման քարտ ստանալու համար շատերը ամիսներով սպասում են օնլայն հերթերում։ Կառավարությունը հայտարարել էր, որ եթե քաղաքացին հայտարարագիրը ներկայացնի վերջնաժամկետից ուշ, նույնականացման քարտ ստանալու ձգձգման պատճառով դա չի դիտարկվի որպես խախտում։ Ընդդիմադիր падգամավորի կարծիքով այս եւ նմանատիպ այլ մեղմացումները իշխանությունը իրականացնում է ընտրություններին ընդառաջ, փորձելով քվե ապահովել ու իշխանության մնալ։ Падգամավորը հարց է բարձրացնում, ինչպես է այս քայլը նպաստելու, որպեսզի եկամուտներ թաքցնող քաղաքացիները հարկային դաշտ գան։ Մյուս կողմից, ըստ Թադևոսյանի, այս քայլն արդար չէ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր արդեն իսկ հայտարարագիր են ներկայացրել։ Մի քանի ամիս առաջ չի հայտարարագրել, հարկերը չի վճարել, հիմա որոշել է հայտարարագրի հարկերը վճարելու ճաշ նաև ենթարկվի վարչական պատասխանատվության։ Խնդիրը արդեն այն ինֆորմացիայի մասին է, որին դուք տիրապետում եք, այս էլ ախր կներեք, բայց բանը էլի մեղմացած զավեշտ է, երբ որ պետությունը այդ ինֆորմացիան տիրապետում է, տալիս է գրում է քաղաքացու հայտարարագրի մեջ ինքնաշխատ, ասում է մտի դու հաստատի այդ տեղեկատվությունը ու մենք դա համարենք, որ
այսինքն նորից քեզանից հետ ստանանք այն տեղեկատվությունը, որ մենք ենք քեզ տվել։ Փաշինյանը Facebook-յան իր էջում պարբերաբար հանրայնացնում էր հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների եւ սոցիալական կրեդիտներ ստացածների թիվը։ Վերջին այդպիսի գրառումը եղել է հուլիսին, ըստ այդմ տարեսկզբից մինչև հուլիսի 15-ը համընդհանուր հայտարարագիր լրացրած 34223 քաղաքացի 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է յետ ստացել։ Երևանում անցկացված հարցման միջոցով փորձեցինք հասկանալ, թե արդյոք քաղաքացիները հայտարարագրել են իրենց եկամուտները եւ ինչ են մտածում նոր առաջարկի մասին։ Հայտարարագիր Պիտի ներկայացնեմ մինչև ամսի 1-ը։ Իսկ տեղյակ եք, որ կառավարությունը մտածում է բարձրացնել համակարգը ու այն մարդիկ, ովքեր որ իրենց եկամուտը տեսանելի է ՊԵԿ-ի համար, կարիք չունեն հայտարարագիր լրացնել։ Չեմ իմացել։ Իսկ ո՞նց եք վերաբերում օրինակ դրան այս նոր փոփոխությունը։ Եթե տենց լինի, շատ դրական է, լավ է, բաց։ Եթե տենց խելացի որոշում անեն, շատ նորմալ է։ Անիմաց քաշքշոցում ես չեն ընկնի։ Չեմ արել, թեմայից տեղյակ չեմ։ Ես արել եմ, հələ ինձ փող չեն տվել։ Չեմ արել դեռ։ Իսկ մտածում եք անելու մասին։ Եթե ճիշտն ասեմ, ոչ։ Ասենք չի, որ տենց ես իմ ինչ ունենք քաղաքացիներու, բայց ամեն դեպքում ում ինչ գործ ինչ են անում, ամեն դեպքում սա լրիվ անձնական տարածք է, որը որ իրանք դուք չունեն մտնել։ Դա իմ կարծիքն է։ Չեմ ներկայացել, տեղյակել չեմ դա ինչ բան է։ Ամեն ինչ միանգամից վատն են անում, հետո մի քիչ թեթևացնում են, դրանով ուզում են ինչ-որ կամ ձայներ խլել, կամ չգիտեմ ինչ անել, այստենց եմ հասկանում։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտին։ ՔՊ-ն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը վերանայելու եւ էականորեն պարզեցնելու նախագիծը ուղարկել է Ազգային ժողովի նախագահին այն շրջանառության մեջ դնելու խնդրանքով։ Իշխող ուժը մտադիր է նախագիծն ընդունել արտահերթ ռեժիմով, որպեսզի այն ընդունված լինի մինչև նոյեմբերի 1-ը։